Հասուն հասարակությունը ինչով է տարբերվում ոչ հասուն հասարակությունից։ Գլխավորը երբ որ դու եթե մի բառով ասեմ բռնակալ չես։ Կարելի ամեն ինչ լինել, բայց բռնակալ լինել չկարել։ Այդ դեպի իմ խոսքերը չեն, այդ Պարուշ Սևակի խոսքերն են։ Այսինքն դա ոչ հասուն հասարակության նշան է։ Որովհետև ոչ հասունն է այդ բռնակալը։ Եվ իբր հայտարարել է նպատակներ, որոնք վերջում պարզվում են, որ ողբերգական են, հասանելի չեն, բայց դեպի այդ նպատակը կլինեն ոչ թե կյանքեր, ծնունդներ, այլ կլինեն գերեզմաններ, կլինեն ավերակներ։ Հասուն մարդը այդ տեսած մարդն է։ Ընդ որում դա կապ չունի հարստության մսի բանի հետ։ Իմ ընտանիքից հիմա գալիս են հիմական ջին շարունակ ուրախ ձայներ, այդտեղ չի որ ես հարուստ էինք, չէ, ապահով էինք։ Ապահով են առումով, որ այդ ընտանիքը լեցուն էր, այդ թաղը լեցուն էր, այդ կյանքը լեցուն էր։ Կարծում եմ այդ չտեսությունը ահավոր բան է։ Ես նկատի ունեմ եւ ղեկավարի, եւ առաջի դեմքի, եւ իհարկե ուսուցչի համար, եւ տնօրենի, եւ ծնողի։ Բռնակալը եկել է ու ինչի է ինքը դանում ուժը պատում է։ Ինչ պիտի տեսած լինի, շատ էմոցիոնալ հոսքեր պիտի տեսած լինի, պիտի տարբեր աշխարհներ տեսած լինի։ Այո, երկու, այո, պետք է ինքը ներողամիտ լինի, ինքը պետք է մեծահոգի լինի, ինքը պետք է ընդառաջ գա, Ռեժիսորներից մեկը մի այսպիսի օրինակ բերեց, ասում է, ես գիտեմ, որ դա է լավը, ներողամտությունը, հանդուրժողականությունը սովորեցնում եմ երեխային, բայց միևնույն է, ես գիտեմ, որ ինքը դուրս է գալու փողոց, որտեղ ուժեղը ճնշում է թույլի։ Եվ այդ կանոնը հավերժական է։ Որ ասում են, միևնույնն է, ուզում են արդարացնեն իրենց, տրվել այդ թելադրանքին բերտեժի։ Մտավախությունը, որ միգուցե ես դաստիարակեմ երեխա, որը անպատրաստ լինի իրական կյանքին, այն կյանքին, որ դրսում է։ Տեսել եք երևի անգամ դաշտի միջի ծաղիկը փոշու բանի մեջ ինչքան նաև պաշտպանված ալնում, հենց դու նկատեցիր։ Ճանապարհ ես գնում, արշավ ես գնում, յուս ես գնում, տեսա։ Ինքը պաշտպանված է, դու կողքը կմաքրես, հա, կկանգնես, կզմայլվես, կնայես, այդ տեսնելու բան է։ Եթե դու կտեսնես, այստեղ խնդիրն է, թե մենք ինչ ենք սովորեցնում, այն չենք փոխանցում, ինչ հայացք ենք կարողանալու այդ դաշտի միջի այդ փոշու ծաղկին, այդ նուրբ, հա, բանին թվում է թե անպաշտպան ինքը տեսնել եւ տեսնում է որ այդ բանից է գալիս ուժը յուրօրինակությունից այո անկրկնելիությունից չէ դրանով ինքը դառնում ազդեցիկ